Տերհայր ինչ կանխատեսումներ ունեք, ինչ կարող է տեղի ունենալ, հաշվի առնելով, որ այստեղ են գալիս արդեն կարծեմ կարգալույց եղած սրբազաններ եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ են, իշխանականներ են այստեղ։ Ժողովրդին տեսնելով, տեսնում ենք մեր բարեպաշտ հավատացյալ ժողովուրդը, նաև ուխտապահ եկեղեցականությունը համախմբվում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Վեհափառ Հայրապետի կողքին։ Իսկ Տիրադավ ուխտադրուժ եպիսկոպոսները իրենք նախկինում էլ իրենց շուտ մարդել եւ այսօր էլ չեն կարող երբևիցե մարդկանց քանակ ապահովել։ Իրենց մաքսիմում քանակը, որ երբևիցե կարող էին հավաքմբեին, դա Օհանավանում հավաքած մարդկանց քանակներ, որին հավաքվողներին տեսել ենք, գիտենք նաև ինչ վարչական ռեսուրսներով էին իրենց հավաքել եւ այսօր էլ չեն կարող այդ Տիրադավ եպիսկոպոսների շուրջ մարդիկ համախմբել։ Մարդիկ շատերը նաև ժողովրդից ժամանակին եկեղեցուց հիասթափվում էին հենց այս Տիրադավ եպիսկոպոսների վարքի, բարքի, կենցաղի պատճառով։ Այդ դեպքում Վեհափառ Հայրապետը ինչու գործում քայլեր չէր ձեռնարկում այդ Տիրադավ վերասած Տիրադավ եպիսկոպոսներին հեռացնելու կամ կարգապահական որևէ միջոց կիրառելու։ Վեհափառ Հայրապետը բնականաբար բազմաթիվ մեջոցներ կիրառել է, նաև նկատողություններ է արել, հավանաբար նաև առանցին զրույցներ է ունեցել, բայց իրենք միշտ էլ բազմաերես են եղել եւ այսօր էլ տեսնում ենք իրենց այդ երեսներից մեկը, որ ասենք Տիրադավ կերպով համախմբվել են հակաեկեղեցական այս օրակարգի շուրջ։ Եվ վստահ ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր եկեղեցին այս փուլն էլ կհաղթարի, տեսնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, ուխտապահ հավատացյալ ժողովրդին եւ հոգեվոր դասին համախմբված Վեհափառի շուրջ իրենց աջակցությունը Վեհափառին հայտնելու եւ հիմա էլ որ քայլում էի, տեսնում էի հիմնականում այն մարդիկ են, որոնք եկել են իրենց աջակցությունը ցույց տալու Վեհափառին։ Այսինքն նրանք չեն հաջողի կարծում եք։ Նրանք արդեն իսկ ձախողել են եւ երբևիցե նրանք չեն հաջողել։ Բայց այս չափ ոստիկաններով որ կուտակել են այստեղ ամենամեծ քանակը եւ ամենամեծ հաղթաթուղթը, որ իրենք ունեն, այդ ոստիկանական ուժերն են։ Կարելի ասել վերջին 6-7 տարիների ընթացքի մեր հանրապետության, ասենք, հիմնական ձեռքբերումը այս ոստիկանական ուժերն են, որ իշխանությունները, քանի որ միշտ ներքին վախ են ունեցել իրենց աթոռը կորցնելու, արտաքին թշնամու դեմ պայքարելու, ես կուզեի, որ այս ոստիկանների փոխարեն ունենայինք օրինակ զինվորականներ այսքան, եթե պետությունը վերջի տարիներին ինչքան ոստիկաններ է պատրաստել եւ ինչ ներդրումներ է արել ոստիկանության էս տարբեր համակարգեր, ստորաբաժանումներ ստեղծելու գործում, այսքան ներդրում աներ բանակի վրա եւ բանակում այսպիսի բարեփոխումներ աներ, կարծում եմ ինքը այսքան վախեցած չէր լինի Ալիևից, Էրդողանից, Փաշազադեից եւ նրանց օրակարգով չէր առաջնորդվի։ Տերհայր բախումները հնարավոր համարում եք այսօր։ Այսպես ասեմ, մարտի 1-ի հիմնական սադրիչի բարձր պաշտոն ունենալը նկատի ունենալով չի բացառվում, որ տարբեր քաղաքացիական հաղթող մարդիկ նաև սադրան